Քաղաքտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է մեր այսօրվա հյուրը, բարև ձեզ պարոն Հակոբյան, եւ շնորհակալություն զրույցի հրավերն ընդունելու համար։ Պարոն Հակոբյան, սկսենք ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծման հարցի քննարկումից, որովհետև օրերս շատ են քննարկվում եւ հետաքրքիր է ըստ ձեզ խաղաղության պայմանագիր վերջիվերջո կկնքվի կողմերի միջև եւ ինչ դեր կունենա առհասարակ այս հարցում Ամերիկայի Միացյալ Նահանգները ու արդյոք Ռուսաստանի Դաշնությունը այդ պայմանագրի կնքումից հետո ակտիվ կլինի ավելի հայ-ադրբեջանական հարցի կարգավորման գործում։ Ես կարծում եմ այստեղ ոչ թե Միացյալ Նահանգների կամ այսպես ասենք Ռուսաստանի առանձին դերակատարման մասին պետք է խոսել, այլ համատեղ աշխատանքի մասին, որովհետև ես կարծում եմ շատ բան կա, որը մենք չենք տեսնում, այսինքն հրապարակային դաշտից դուրս է, բայց ժամանակ առ ժամանակ այդ մասին իմանում ենք ավելի շուտ եւ ոչ թե իմանում ենք զուտ արտահոսքի պատճառով, այլ ես կարծում եմ դա մտածված արտահոսքներ են լինում։ Դա նշանակում է, որ ինչ-որ մի փուլ արդեն անցած է այդ գաղտնի քողարկված բանակցություններում։ Հիմա հենց այդ փուլն է, ես կարծում եմ, որովհետև մենք տեսանք, որ համենայն դեպս վերջի հեռախոսազրույցից հետո Տրամպի եւ Պուտինի միջև, երբ հայտարարվեց, որ ուր է հանդիպելու են, Բուդապեշտում են հանդիպելու մեկ շաբաթվա ընթացքում, հանկարծ դրանից հետո ըստ էության հայտարարվեց, որ հետաձգվում է այդ հանդիպումը, չեղարկվում է եւ այլը, այդ ֆոնը բանակցությունների շուրջ բավականին սրվեց կարծես թե սանկցիաներ հայտարարվեցին Ռուսաստանի նավթային ընկերությունների նկատմամբ, իրենց թվերային տանկերային, այսպես ասենք, նավատորմի նկատմամբ ինչ որ մտադրությունների մասին խոսվեց, այսինքն ֆոնը խոսույթը բավականին կարծես թե սուր էր, բայց պարզվեց, որ դրան զուգահեռ ինչ որ բանակցային գործընթացներ են գնում, ստվերային բանակցային գործընթացներ, գուցե այլ դերակատարներով, այսինքն գուցե այլ բանակցողներով, այսինքն այն բանակցողները, որոնք որոշակի կարծրատիպերի մեջ են մնացել, իրենք ամենայն հավանականությամբ ակտիվ դերակատարումից հիմա զրկված են եւ այլ դերակատարումներ են, ասենք օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Ուիտկոֆն է, կարծես թե իսկ Ռուսաստանի կողմից կարծում եմ խոսքը վերաբերում է Դմիտրիևին ավելի շատ, այսինքն ոչ թե Լավրովն է, այլ Դմիտրիևն է, իսկ Միացյալ Նահանգների կողմից առայժմ կարծես թե Ռուբիոն չէ։ Դերակատարների փոփոխությունը շատ կարևոր է, որովհետև նոր մտածելակերպ է, դա նոր անձնական թեկուզ լուֆտեր են բանակցային գործընթացներում, կոմպրոմիսներին պատրաստվածություն պետք է լինի նորերի մոտ։ Կարծում եմ, որ ինչ որ մի փուլի հասել են կողմերը, ամեն դեպքում այն արդեն նպատակային արտահոսքերը, որոնք արդեն կան մամուլում, այդ թվում նաև Ուկրաինայի արձագանքի մասին, որ Ուկրաինան ըստ էության հրաժարվում է այդ օրակարգով շարժվել առաջ, խոսքը վերաբերում է ինչ-որ մի նախագծի մասին, որը պարունակում է 28 կետ, որոնք համենայն դեպս արևմտյան որոշ շրջանակներ, նրանք որոնք այսպես ավելի ասոցիացվում են լիբերալ հանրության հետ կամ այդ խորքային պետության հետ, իրենք դա համարում են, որ դա Ռուսաստանի ծրագիրն է, ավելի շատ, եւ համարում են, որ Միացյալ Նահանգների այսօրվա ադմինիստրացիան բավականին շատ զիջումների է գնացել, իրենք բնականաբար հիմա փորձում են հնարավորինս տորպեդավորել այդ գործընթացը, մինչդեռ կարծում եմ Միացյալ Նահանգների ադմինիստրացիան, այսօրվա ադմինիստրացիա, Տրամպի ադմինիստրացիան ինչ խոսույթ էլ լինի, ինչ քարոզչական աղմուկ էլ լինի, բայց ես կարծում եմ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի ինչ որ արդյունքի հասնեն, որովհետև այդ արդյունքը տվյալ պարագայում ինչքան օրինակ նույն Ռուսաստանին է պետք, ես կարծում եմ ոչ պակաս Միացյալ Նահանգներին է պետք եւ անձամբ Տրամպին է պետք, որովհետև Տրամպը բավականին լուրջ ներքին խնդիրներ ունի եւ Միացյալ Նահանգներում եւ իր արևմտյան այլ գործընկերների հետ հարաբերություններում իրեն պետք է, այսպես ասենք, բավականին լուրջ արդյունք։
Պարոն Հակոբյան, օրերս ձեր տված հարցազրույցներից մեկի ժամանակ անդրադարձել եք հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի ներկայիս վիճակին եւ շեշտել, որ դեռևս հանգուցային եւ գործնական նշանակությամբ խաղաղություն չի հաստատվել։ Կխնդրեի ավելի ընդհանրական մեկնաբանություն, առհասարակ ինչ փուլում է այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության գործընթացը։ Ես կարծում եմ, ես օրիգինալ այս հարցում չեմ լինի, եթե ասեմ, որ խոսքը բնականաբար հրադադարի մասին է, այլ ոչ թե խաղաղության մասին։ Ընդհանրապես խաղաղության մասին էլ նույնիսկ ֆորմալ առումով խոսալը անիմաստ է, որովհետև ընդամենը նախաստորագրվել է ինչ-որ փաստաթուղթ, որի շուրջ կան, որը իր առանձին, այսպես ասենք, կյանքով է ապրում այդ փաստաթուղթը, 17 կետանոց այդ խաղաղության պայման այլ վերնագիր ունի, բայց մենք անվանում ենք դա խաղաղության պայմանագիր, բայց բոլորիս էլ հայտնի է, որ կա դրանից ոչ պակաս թե քանակական առումով, թե էլ չեմ խոսում կառավարության մասին, այլ նախապայմաններ, որը Ադրբեջանը դնում է Հայաստանի առջև։ Խոսքը բնականաբար հիմա հրադադարի մասին է, Ադրբեջանը եւ Թուրքիան տվյալ պարագայում իրենք միացրել են փափուկ ռեժիմ Հայաստանի իշխանությունների համար, մի այնպիսի ռեժիմ, որը որ իրենց կարծիքով կօգնի Հայաստանի այսօրվա ղեկավարությանը առաջիկա ընտրություններում, համապետական ընտրություններում հաջողության հասնել վերարտադրվել։ Դա նախ եւ առաջ բնականաբար բխում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից, որովհետեւ իդեմս այսօրվա իշխանությունների եւ նրա ղեկավարի իրենք ունեն առավել քան կոմֆորտային գործընկեր այս առումով։ Եվ երբ ես ասում եմ, որ որևէ խաղաղություն չի հաստատվել, բավական է լսել այն խոսույթը, որը որ հնչում է պաշտոնական Բաքվից, հենց Ալիևի շուրթերից, Գյոչա, Երևան եւ այլը, սա այս ամեն ինչը, այսպես ասենք, խոսում է այն մասին, որ որևէ նորություն, որևէ փոփոխություն Ադրբեջանի թե նպատակներում, այսինքն ստրատեգիայի մեջ, թե տակտիկայում չի փոխվել առհասարակ։ Իրենք ընդամենը շեշտում են, թե ինչ է լինելու, դա արդեն թե իրենց ներքին լսարանի համար, թե արտաքին իրենց պարտներների համար, այլ պարտներների համար, թե ինչ է լինելու Հայաստանում առաջիկա ընտրություններից հետո։ Ընդ որում, այստեղ շատ կարևոր նյուանս կա, ես դրա մասին խոսել եմ արդեն, իրենք ասում են, որ հայերը ընդհանրապես չպետք է մտահոգվեն, չպետք է վախենան, որովհետև իրենք մեքենաներով են գալու, մեքենաներով են գալու։ Ես կարծում եմ այստեղ ակնարկ կա, որ եթե Փաշինյանն է, ապա մեքենաներով գուցե կգան եւ այս նպատակներին, որոնք իրենց առջև դրել են, հասնելու են Արևմտյան Ադրբեջանին, այլ հարց է, եթե ինչպես իրենք են ասում, իրենց խոսույթով ռևանշիստները գան իշխանության, ապա գուցե այդ ժամանակ մեքենաներով չլինի։ Այս պարագայում ակնհայտորեն իրենք ջուր են լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին, որը որ պնդում է, որ եթե ինքը չի լինելու առաջիկայում երկրի ղեկավար, ապա գալու է պատերազմի կուսակցությունը, պատերազմ է լինելու եւ այլը։ Ուղղակի Ալիևը որպես բավականին հմուտ արդեն գործիչ, արդեն բավականին փորձված եւ լավ դպրոց անցած, ինքը այդ ամեն ինչը փաթեթավորում է բավականին այդպես մեղմ տարբերակով դիվանագիտական, այսպես ասենք, ակնարկներ է անում։ Պարոն Հակոբյան, այ դուք նշեցիք Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, խոսեցիք դրա մասին եւ հատկապես վերջին պատերազմից հետո ակնհայտ երևում է, որ Ադրբեջանի ախորժակը այսպես ասած բացվել է եւ ինչ նպատակներ ունի նա հետագայում իրագործելու ու առհասարակ ինչ խաղ է ուզում սկսել Հայաստանի հետ։ Նախ եւ առաջ, երբ խոսում ենք Ադրբեջանի ախորժակի մասին, ապա պետք է ընկալենք, որ Ադրբեջանը այս պատերազմից հետո, վերջին պատերազմից հետո փորձում է իր լեվելը, այսպես ասենք, իր մակարդակը աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ մակարդակը բարձրացնել, այսինքն առնվազն փորձում է ռեգիոնալ լիդեր դառնալ Հարավային Կովկասում նախ եւ առաջ, բայց բնականաբար ունի նաեւ ավելի մեծ ծրագրեր կապված աշխարհաքաղաքական, այսպես ասենք, այս նոր իրավիճակներում եւ սպասվելիք վերաձևավորման արդյունքում ձևավորվող նոր աշխարհում ունենալ ավելի
ավելի մեծ ազդեցություն, ավելի մեծ նշանակություն եւ դա Ադրբեջանի ղեկավարությունը համարում է, որ ինքը բոլոր իրավունքները ունի նման ամբիցիաներ ունենալու, թե քաղաքական առումով, թե ռազմաքաղաքական առումով եւ թե առավելևս տնտեսական իր ռեսուրսներից, իր գործոնից ելնելով այս առումով։ Այսինքն սա իր գլոբալ ծրագիրն է մոտակա ժամանակահատվածի համար։ Իդեպ դրանով է նաև պայմանավորված Ադրբեջանի բավականին ամբողջ կեցվածքը, օրինակ նույն Ռուսաստանի հանդեպ։ Այսինքն ինքը փորձում է խաղի նոր կանոններ դնել իր ամբիցիաների մասին իլուր ամբողջ աշխարհի եւ պարտներների եւ հակառակորդների դրա մասին ասել, որ այլևս Ադրբեջանը նաև կարող է ոտքցել, այսպես ասենք, որոշ հարցերում անգամ Ռուսաստանի հետ եւ սակարկությունների մեջ մտնել եւ դառնալ գործոն նույն Ռուսաստան արևմուտք հակամարտության մեջ դառնալ ավելի լուրջ գործոն այս առումով։ Բացի իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանի պարագայում իրենց ծրագրերի մասին շատ պարզ են ազդարարում, նորից եմ ասում, ես քիչ առաջ դրա մասին էի ասում, այն ինչի մասին խոսում էր Ալիևը, կապված թե Սևանալճի հետ, եւ թե Երևանի հետ, եւ թե իր Ադրբեջանի այսպես կոչված փախստականների վերադարձի հետ, դա ընդհանրապես Ալիևը ազդարարում է, թե ինչ ծրագրեր իրենք ունեն առաջիկայում։ Եվ ընդհանրապես նաև ասվում է իրենց ներքին լսարանին, որ սա հրադադար է, որպեսզի թույլ տալ, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերություններում բանակցողը չփոխվի։ Սա է, իրենց ծրագիրը շատ պարզ է։ Ադրբեջանի ղեկավարությունը ի տարբերություն Հայաստանի ղեկավարության արդեն շատ երկար ժամանակ շատ թափանցիկ է այս առումով գործում։ Այսինքն իրենք ազդարարում են այն, ինչը Հայաստանի իշխանությունները սովորաբար նախ եւ առաջ չեն ասում, երկրորդը, եթե ազդարարվում է, հերքում են սկզբից, հետո վերածվում են այդ ազդարարված գաղափարների փաստաբաններին ու շատ ավելի եռանդուն են պաշտպանում այդ գաղափարները, որոնք հնչում են Ալիևի կողմից կամ ասենք նույն Փաշազադեի կողմից, եթե հոգևորական առաջնորդին հիշենք, հոգևորական թեմաներին, այսպես ասենք, ակնարկով անցնենք, իրենք ավելի եռանդուն են պաշտպանում այն, ինչ որ առաջարկվում է Ադրբեջանից, քան նույնիսկ ադրբեջանցիները։ Պարոն Հակոբյան, Ադրբեջանի պահանջները, մասնավորապես 8 գյուղերի վերադարձի հետ կապված, առնվազն մտահոգություն են առաջացնում եւ դուք վերջերս տված ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել եք, որ անկլավների խնդիրը, մասնավորապես Արցվաշենի հետ կապված, ավելի շատ քաղաքական շոու է։ Եվ հետաքրքիր է, եթե ենթադրենք, որ որոշ տարածքներ անցնեն Ադրբեջանին, ինչ անվտանգության երաշխիքներ կարող են ապահովել այս գործընթացի ընթացքում Հայաստանի համար։ Կամ կապահովեն արդյոք։ Գիտեք, անկլավների փոխանակման հարցը, որի մասին հանկարծ, այսպես ասենք, Նիկոլ Փաշինյանը հիշեց, բառացիորեն վերջերս, այսպես ասենք, ընդհանրապես նման թեմա կարծես թե չկար, առհասարակ նույնիսկ ադրբեջանական խոսույթում վերջի շրջանում դրա մասին չէր ասվում, դա ներկայացվում է որպես փոխանակում ընդհանուր առմամբ, բայց պարզ է, որ դա համաչափ համադրելի փոխանակում չէ, ելնելով ոչ թե նույնիսկ պատմական իրողություններից, այլ ռեալություններից, որոնք մենք այսօր ունենք։ Պարզ է, որ ամեն դեպքում Արցվաշենը որպես Հայաստանի պատմական տարածք կամ պատմական կամ ռեալ տարածք, որը որ դեպքերի բերումով ըստ էության արդեն երկար ժամանակ է հայկական պետության Հայաստանի վերահսկողության տակ չէ, ինքը բնականաբար շատ կարևոր է, այսինքն մենք ի տարբերություն երևի Նիկոլ Փաշինյանի չենք ասի, որ արժի, ասենք, չգիտեմ, ձյունապատ ինչ որ լեռների պատճառով մտներ պատերազմի մեջ, այսինքն մեր տարածքը մենք երևի չենք գնահատի արժի-չարժիով, բայց ամեն դեպքում, եթե խոսքը գնում է փոխանակման մասին, ակնհայտ է, որ այն տարածքները, որոնք կոչվում են ադրբեջանական անկլավներ, եթե խոսքը գնում է դրանց փոխանակման մասին, ապա ստրատեգիական առումով, ռազմաքաղաքական առումով եւ հետագայում նաեւ լոգիստիկ առումով ընդհանրապես որևէ համեմատության մեջ չեն, որովհետեւ այնինչ պահանջում է Ադրբեջանը եւ այնինչ պատրաստ է Հայաստանի իշխանությունը փոխանցել կամ իրենց խոսույթով ասած վերադարձնել կամ փոխանակել Ադրբեջանին, ստրատեգիական առումով
ծայրահեղ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար եւ լոգիստիկայի առումով եւ ռազմաքաղաքական առումով կամ ավելի շուտ ռազմական առումով, անվտանգային առումով, որովհետեւ դա նշանակում է, որ մենք հանձնում ենք Ադրբեջանին վերահսկողությունը մեր լոգիստիկայի նկատմամբ, ընդ որում ստրատեգիական ճանապարհների նկատմամբ եւ ընդհանրապես որևէ մեխանիզմ, ռեալ մեխանիզմ, որը որ կփոխհատուցի անվտանգային ռիսկերը, տվյալ պարագայում դեռևս չի երևում առհասարակ, առավելևս որ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի պարագայում դա հասկանալի է, ընդհանրապես առանց որևէ երաշխավորների են Ադրբեջանի հետ շփվում։ Այսինքն, եթե որևէ բան թուլի եւ մեծին եւ ուժեղի միջև խաղաղության պայմանագիր հասկացողության մասին երբ խոսում ենք, ես դրա մասին եի ասում, որ դա ընդհանրապես տեսական հարց է, տարական, այսպես ասենք, հարց է, որովհետև խաղաղությունը ընդհանրապես խաղաղության պայմանագիրը դա ռազմական, ռազմաքաղաքական եւ տնտեսական բալանսի պայմաններում է լինում, այսինքն համադրելիության պայմաններում է լինում։ Այսօր ցավոք սրտի խոսել որևէ ռազմաքաղաքական կամ գեոտնտեսական բալանսի մասին դա ընդհանրապես միամտություն կլիներ ցավոք սրտի։ Եթ նախկինում էլ միշտ էլ ընդհանրապես բնականաբար Հայաստանի պոտենցիալը, թե տնտեսական, թե ռազմական պոտենցիալը իրենք բնականաբար ի սկզբանե ավելի ցածր մակարդակի վրա պետք է լինեին, դա օբյեկտիվ իրողություն է, քան Ադրբեջանինը, բայց դա կոմպենսացվում էր քաղաքական, աշխարհաքաղաքական, դիվանագիտական գործոնով։ Հիմա մենք տեսնում ենք, որ նման գործոններ գրեթե գոյություն չունեն, թե այդ իսկ պատճառով խոսել որևէ խաղաղության մասին դա ընդամենը քարոզչական հնարք է հայաստանյան ներքին լսարանին ուղղված եւ մասնավորապես իշխանության դեռևս պահպանված ընտրազանգված։